Olá, meus Բարև amigos. ձեզ ընկերներ, Que թող Deus, Աստված na իր sua անսահման infinita ողորմությամբ, grandiosidade, անսահման փառքով եւ իր սիրով, misericórdia, compaixão, իր համբերատարությամբ amor, թող այցելի ձեզ tolerância, եւ venha պատասխանի ձեր բոլոր ao կարիքներին։ encontro das suas Թող Աստված գա necessidades. եւ օգնի ձեր բոլոր Venha ao խնդիրներին, encontro այն dos խնդիրներին, seus որոնք դուք ինքներդ ձեր dilemas ուժերով e չեք կարողանում problemas. լուծել։ E Ինչպես որ venha գիտեք, իմ ընկերներ, abençoar Աստված a sua ամենասկզբից vida. գոյություն է ունեցել։ Նա ամեն Deus, ինչից առաջ է minha եղել amiga e amigo, եւ ստեղծել է o ամեն Pai, ինչ, ինչ որ դուք կարող եք տեսնել։ quer dizer, Ele é Նա a origem ստեղծել է de առաջին tudo que մարդկանց, existe no որպիսի mundo. նրանց հայրը լինի, Deus é Pai, եւ é a մարդիկ էլ նրա origem երեխաները։ de Եվ դուք toda a ովքեր հիմա grandeza, լսում եք glória ինձ, que existe nos եւ céus ինքներդ e na ծնողներ terra. եք հանդիսանում, Pensa comigo, մայրեր եւ հայրեր։ você que é mãe, Դուք ովքեր հասկանում você que եք, é թե ինչ է pai, նշանակում ծնող լինել, você եւ que նույնպես ինչ gerou, է նշանակում gerou երեխա լինել, filhos, որովհետեւ մի você ժամանակ que դուք նույնպես երեխա եք sabe եղել։ o que é Հնարավոր է ser որոշ filho, մարդիկ դեռ ծնող չեն դարձել, você sabe o que é բայց ser դուք filho, հասկանում եք, թե ովքեր են como você ծնողները, sabe o que é ser mãe ինչպիսի ou pai, հատկություններ ունեն։ pelo menos tem consciência Եվ ահա disso. թե ինչ եմ ցանկանում փոխանցել Podemos ձեզ։ exercer Մենք a սովորական sua մարդիկ condição de pai ou de mãe, շատ mas սխալներ você ունենք, tem condições. շատ Então, o que eu թերություններ, quero que você saiba é o seguinte, որովհետև մենք մարդ que ենք, assim como Աստծո nós, առաջ, seres մենք humanos, հողից չենք ainda տարբերվում։ que cheio de Եվ հենց erros, այդ nós somos պատճառով cheios էլ, de erros, երբ մենք falhas, մահանում ենք, porque մեր somos մարմինները barro, վերադառնում են հողին, somos nada além do բայց que Աստված barro, մեզ միտք է barro, տվել, mas aquele barro, barro մտածելակերպ, mesmo. մենք Nós somos կարողանում ենք barro, մտածել, todos nós. Por isso que մենք Աստծուց quando իմաստություն morremos, ենք o ստացել, nosso corpo մենք կարող ենք se ինչ-որ desfaz, հարցերի շուրջ volta մտածել ao եւ ճիշտ pó. որոշում կայացնել։ É isso aí, volta Հենց ao դա մեր barro. առավելությունն է, բայց Mas ամենակարևորը, մենք Deus կարող nos ենք deu o որոշել, Espírito թե որտեղ e ենք a sua լինելու այս կյանքից sabedoria, հետո։ o Espírito Մեր de միտքը նույնպես նրա inteligência, համար է, որpիսի մենք այդ ամենակարևոր que a gente որոշումը pode կայացնենք, julgar որտեղ է com լինելու մեր հոգին equidade, մահից հետո, com justiça եւ նրա e գտնվելու վայրը decidir մահից հետո դա մենք ենք որոշում։ a nossa vida, Մեր decidir o փրկությունը nosso մեր destino, պատասխանատվությունն է։ decidir o Եթե դուք destino արդեն կարդացել եք Հայր մեր աղոթքը, de cada dia. երևի արդեն նկատել եք, Quando Jesus երբ Հիսուսը nos սովորեցնում էր աղոթել, e pedir o նա pão այնպես nosso էր de cada առաջնորդում, dia, որպիսի o մարդիկ principal հանապազորյա pão հացը այսօրվա que համար ele խնդրեն, nos dá որովհետև եթե é a լավ մտածենք, direção para aquele dia, Աստծո համար a direção da nossa vida երեք para aquele կամ dia. վաղը չկա։ Աստծո Você համար sabia միշտ que այսօրն para է։ Deus Այդ não մենք ենք, որ existe ունենք o ontem 3 nem o կամ amanhã. վաղը, Deus որպիսի é, տարբերենք օրերը, simplesmente é. բայց Só Աստծո existe, համար այդ ամենը գոյություն só չունի։ existe o Նա ontem e միշտ էլ vai կա։ haver o amanhã para nós. Եվ Então, հանապազորյա Deus հացը é. Աստված տալիս Então է ele nos dá o այսօրվա համար։ pão nosso de Մենք cada չպետք է dia. Deus խնդրենք ele վաղվա օրվա não համար։ ensina a gente a Չպետք է pedir o pão nosso do անհանգստանանք, թե amanhã, վաղը ինչ de է amanhã. լինելու, Nada disso. որովհետև Jesus վաղը դեռ ensina չի que a gente não եկել, deve se դեռ andar գոյություն ansioso չունի։ pelo dia de amanhã, porque o dia de Աստված մեզ amanhã não չի existe. սովորեցնում, որպիսի Nem անհանգստանանք։ preocupado com o Մտածենք, dia թե de ինչ է amanhã. լինելու հետո, ապագայում։ Isso Աստծո nossa համար oração վաղվա օրը ensina գոյություն չունի, para nós. Ele diz, այնպես որ o պետք չի pão անհանգստանալ։ nosso de cada Եվ dia, Հայր մեր ó աղոթքի Pai, մեջ Աստված dá-nos սովորեցնում է, hoje. Então você ուղղորդելով, que é mãe, որպիսի que é մենք pai, խնդրենք você հանապազորյա quer que հացը os seus հենց filhos այսօրվա համար։ sejam abençoados, Ուրեմն դուք ովքեր sejam ծնողներ եք, prósperos, եւ եթե sejam դուք felizes. ցանկանում եք, E որ quanto ձեր mais երեխաներն for օրհնված mal, լինեն, os բարգավաճ pais են, sofrem, երջանիկ լինեն, gemem, երբ դուք տեսնում եք, որ ձեր urram. երեխաները տառապում Só են, quem é իհարկե դուք mãe տխրում եք, sabe որովհետև այդ տառապանքն o que այն é չէ, ser ինչ mãe, որ o դուք que é ser ցանկանում pai. եք նրանց համար։ A gente Երբ sofre, տեսնում եք, որ na նրանք verdade você խնդիրների sofre մեջ են, por երբ causa նրանք տխուր են, dos filhos. իհարկե դա ձեզ դուր չի E գալիս։ assim é Deus. Ուրեմն Ele é o ծնողները հասկանում Pai, են, թե ինչ է ele é a origem նշանակում de տառապել, todas as coisas. որովհետև Ele այն sofre ծնողները, ում quando երեխաները nos տառապանքի vê միջով են անցնում, sofrendo, quando այդ nos ծնողները vê հանգիստ չունեն։ gemendo. A Bíblia fala Այդպիսի o próprio ծնողները լավ Jesus գիտեն, diz թե ինչ է que Deus é նշանակում տառապել, sofredor. որովհետև նրանք տեսնում են իրենց երեխաների ցավը։ Sofredor. Por que ele é Այդպես էլ sofredor? Աստված, երբ Porque Աստված տեսնում է,
թե ինչպես են մարդիկ տառապում, երբ տեսնում է, թե ինչպես ենք մենք տառապում, իհարկե նա նույնպես իրեն լավ չի զգում, բայց հարկավոր է հիշել Հիսուսի խոսքերը, նա այսպես է ասել. Ես եկել եմ, որպեսզի կյանք ունենաք, առատ կյանք։ Իսկ սատանան եկել է, որպեսզի գողանա, կործանի և սպանի։ Բայց Հիսուսը այսպես էր ասում. Ես եկել եմ, որպեսզի դուք առատ կյանք ունենաք։ Ուրեմն հենց դա է Աստծո կամքը մեր կյանքի համար։ Բայց հարկավոր է հասկանալ, որպեսզի ստանաք այդ խոստումը, սկզբից պետք է կատարեք Աստծո կամքը։ Եվ Աստված յուրահատուկ հատկություն ունի։ Նա երբեք չի ստիպում, որպեսզի մարդը կատարի իր կամքը։ Աստված մեզ ազատություն է տվել, ազատ կամք է տվել։ Դուք կարող եք ազատ որոշում կայացնել։ Եվ Աստված ձեզ չի դատում ձեր որոշման համար։ Կարող եք ընտրել այն, ինչ որ դուք եք ցանկանում։ Բայց իմացեք, որ ձեր ընտրությունները հետևանքներ են ունենալու։ Դրա համար էլ Աստված մեզ իմաստություն է տալիս, որպեսզի մինչև քայլ անելը մտածենք և ճիշտ որոշում կայացնենք։ Աստված մարդկանց իմաստություն և միտք չի տալիս, միայն որպեսզի նրանք նոր տեխնոլոգիաներ ստեղծեն, նոր իրեր։ Ամենից առաջ այն իմաստությունը, որն Աստված տալիս է, նրա համար է, որպեսզի մենք մտածենք և որոշում կայացնենք, թե ինչ ճանապարհով ենք գնալու։ Որովհետև մենք բոլորս էլ խելացի մարդիկ ենք։ Նույնիսկ եթե դուք ինչ-որ հատուկ կրթություն չեք ստացել, դա կարևոր չէ։ Հնարավոր է նույնիսկ դուք ընդհանրապես չեք սովորել, դուք չեք ունեցել այդ հնարավորությունը, բայց դա կարևոր չէ։ Աստված մեզ միտք և իմաստություն է տվել, որպեսզի մտածենք և ճիշտ ուղին ընտրենք։ Դա մեծ պարգև է, որն Աստված տվել է մեզ։ Բայց, բացի մտքից, Աստված մեզ տվել է նույնպես հոգի։ Եվ մեր հոգին, Աստվածաշնչում խորհրդանշում է, մեր սիրտը, մեր սրտի ցանկությունները։ Եվ այդ հոգին, այդ սիրտը, ընդհանրապես կառավարվող չեն։ Նրանք միշտ ապստամբում են, միշտ սխալ և վատ բաներ են ցանկանում։ Այդ հոգին դրդում է այնպիսի քայլերի, որոնք մտածված չէին, և մարդիկ դա անելով, շատ վատ հետևանքներ են ստանում։ Եվ գիտեք, դա շատ ուժեղ է։ Վերջերս մենք խոսում էինք դրա մասին, թե ինչ էր Հիսուսն ասում կրոնավոր մարդկանց։ Նրանց նա այս խոսքերն էր ասել. «Դուք ներքևից եք, իսկ ես վերևից»։ Նա իր մասին այսպես է ասել. «Դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ։ Ես վերևից եմ»։ Այլ խոսքերով, շատ մեծ տարբերություն կա նրանց միջև, ովքեր այս աշխարհից են, և ովքեր այս աշխարհից չեն։ Նրանց միջև, ովքեր ներքևից և ովքեր վերևից են, երկնքի արքայությունից։ Եվ ինչու Հիսուսը պատասխանեց այդ կրոնավորներին ասելով, որ նա վերևից է։ Եվ ինչու նա կրոնավորներին ասաց, որ նրանք ներքևից են։ Որովհետև այդ կրոնավոր մարդիկ օգտագործում էին կրոնը, որպեսզի ստանան այն, ինչ որ ցանկանում են, և ստիպում էին այն մարդկանց, ովքեր իրենց հավատում էին, որպեսզի նրանց տրուկները դառնան։ Դա այն է, ինչ որ կրոնն է անում։ Ստիպում է մարդկանց, որպեսզի նրանք իրենց առաջնորդներին վստահեն, նրանցից կախված լինեն։ Բայց Հիսուսն, ով որ վերևից է, մարդկանց Աստծո խոսքն է բերել։ Եվ նա ինքը այդ կենդանի խոսքն է։ Նա եկել է այս աշխարհ, որպեսզի իր հոգին տա։ Մեր հոգու փոխարեն, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Եվ ինչու էր Հիսուսը վերևից, իսկ կրոնավորները ներքևից։ Որովհետև Հիսուսը ծնվել էր Սուրբ Հոգուց։ Նա ստացել էր Սուրբ Հոգու մկրտությունը։ Նա արդեն մարմնավոր չէր, նա հոգևոր մարդ էր։ Նա պատկանում էր Աստծո արքայությանը։ Հիսուսը նույնպես իրեն մարդու որդի էր անվանում, որովհետև նրա հայրը Աստված էր,
բայց նա ծնվել էր մարդկանցից։ Նա Սուրբ Հոգուց էր ծնվել, եւ դրա համար էլ ասում էր, որ նա երկնքից է, վերևից է եկել։ Նրա երկիրը, նրա տունը երկնքում է։ Եվ դա այն է, ինչ որ կատարվում է բոլոր այն մարդկանց հետ, ովքեր Սուրբ Հոգուց են ծնվում։ Այդպիսի մարդիկ դադարում են կրոնավոր լինել, եւ նրանք երկնային մարդիկ են դառնում, հոգևոր։ Բայց ովքեր որ ներքևից են, ինչպես որ արդեն ասացի, նրանք չեն հասկանում նրանց, ովքեր վերևից են։ Եվ հենց դրա համար էլ Հիսուսն այդպիսի խոսքեր ասաց կրոնավորներին։ Չնայած նրան, որ նրանք օրենքի ուսուցիչներն էին, նրանք գիտեին ամբողջ օրենքը, գիտեին Աստծո խոսքը, բայց նրանք միայն տառերը գիտեին։ Նրանք գիտեին Աստծո խոսքը, բայց չէին կատարում։ Այդպիսի մարդիկ չեն կատարում այն, ինչ որ գրված է Աստվածաշնչում։ Ինչպես որ Սատանան։ Սատանան նույնպես գիտի Աստվածաշունչը, գիտի Աստծո խոսքը։ Նա ավելի լավ գիտի, քան յուրաքանչյուր մարդ։ Սատանան անգիր գիտի այդ ամենը, բայց չի դադարում սատանա լինել։ Նա գիտի, բայց չի կատարում ոչինչ այդտեղից։ Ուրեմն դուք պետք է խոնարհվեք Աստծուն, խոնարհվեք նրա խոսքի առաջ, հնազանդվեք նրա կամքին եւ կատարեք այն ամենն, ինչ որ նա բացում է ձեզ։ Եվ Տեր Հիսուսն ասել էր, որ մարդը միայն հացով չի ապրելու, այլ նույնպես յուրաքանչյուր խոսքով, որն Աստծուց է գալիս։ Բայց այդ խոսքով կարող է ապրել միայն նա, ով վերևից է, ով որ ներքևից է, ով որ այս աշխարհից է, կարող է ապրել միայն այն ամենով, ինչ որ այս աշխարհն առաջարկում է նրան։ Ուրեմն, ինչպես որ արդեն ասացինք, շատ մեծ տարբերություն կա նրանց միջև, ովքեր կրոնավոր են, եւ ովքեր երկնքից են, ովքեր ծնվել են Սուրբ Հոգուց։ Եվ Աստված արդար է։ Այդ արդար տարբերությունը միշտ էլ լինելու է մարդկանց միջև։ Իսկ փրկության հնարավորությունը նա յուրաքանչյուրին էլ տալիս է, բայց ոչ բոլորն են փրկվում եւ ոչ բոլորն են փրկվելու ապագայում։ Աստված նրանց բոլորին հնարավորություն է տալիս, բայց մարդիկ նախընտրում են իրենց ցանկությունները կատարել։ Ովքեր որ այս աշխարհից են, ովքեր որ չեն ցանկանում ընդունել Աստծուն, վերջի վերջո հնձելու են իրենց արարքների, իրենց քայլերի հետևանքները։ Իսկ ովքեր որ Աստծուց են, ոչ թե նրանք, ովքեր ուղղակի հավատում են Աստծուն, այլ ովքեր կատարում են նրա խոսքը, նրա կամքը։ Նրանք մահից հետո արտոնություն են ստանալու, որպեսզի տեսնեն եւ ճանաչեն այդ Աստծուն, այն անտեսանելի Աստծուն, ով ստեղծել է ամեն ինչ։ Եվ ո՞րն է պատճառը, որ ոչ բոլորը կճանաչեն Աստծուն, ոչ բոլորը կփրկվեն։ Որովհետև ամեն մեկը չէ, ով խոնարհվում է Աստծո խոսքին եւ կատարում է նրա կամքը։ Յուրաքանչյուր մարդ չէ, որ հնազանդ է Աստծուն եւ ապրում է նրա կամքով։ Ուրեմն իմ ընկերներ, Աստծո թագավորություն եկեղեցում այս կիրակի մենք այս ուղղորդության մեջ ենք, ամենամեծ ցանկության կիրակին, կամ ամեն ինչ, կամ էլ ոչինչ։ Եթե դուք ցանկանում եք Սուրբ Հոգուն, դա ձեր ընտրությունն է, ձեր որոշումը։ Դա ինչ-որ անձնական բան է։ Այս կիրակի մենք հրավիրում ենք բոլորին, յուրաքանչյուր մարդու, որտեղ էլ որ դուք ապրում եք, կարևոր չէ։ Մեր եկեղեցին բացված է տարբեր երկրներում, եւ մենք մեկ հոգու, մեկ հավատի մեջ ենք լինելու։ Եվ մենք խնդրելու ենք Աստծուց, ինչ որտեղ կարող ենք ասել, որ պահանջելու ենք Աստծուց, այն ինչ որ մենք ենք ցանկանում, որովհետև այդ օրը մեր ցանկությունները Աստծո խոսքի հիման վրա են լինելու։ Ինչ որ Աստված է խոստացել, մենք ցանկանալու ենք եւ խնդրելու ենք հենց դա, հենց այդ խոստումը Սուրբ Հոգուն։ Եվ երբ դուք կունենաք Սուրբ Հոգուն, դուք արդեն ամեն ինչ կունենաք։ Դուք ոչ ոքից կախված չեք լինի, ոչ հովիվից, ոչ եկեղեցուց, ոչ մի այլ մարդուց։ Միայն դուք եւ Աստված եք լինելու։ Փառք Աստծուն իմ ընկերներ։ Թող Աստված ձեզ առատորեն օրհնի։ Մինչ մյուս հաղորդում։